Նիկոլ Փաշինյանը անչի ընտրվեց, պետք է մինչև վերջ իր թրքացած պլանը կատարի, թե չէ, մինչև են իր վերջի նշանակած տոճկեքը չհանձնի, ինքը կյանքը մեր երկրից չի գնալու, ու դա արդեն ասա, Բենա ջան, ասա։ ապացույց է ու փաստ է, ու ես պրոստը սենց մեկ-մեկ որ նայում եմ, ժողովուրդ զարմացած եմ մնամ, մեր հայերի, ես որ միշտ ասում եմ, մեկ-մեկ մեր թասիբը ուրա, այ հիմա նորից այս մոմենտն է, մեր թասիբը ուրա, այսինքն այս մարդը իր այն կեղտոտ պլանները իրականացնում, մենք էլ պրոստը սենց նայում, մենք ասում ենք, վայ ես էլ տվեց, վայ են էլ տվեց, վայ վաղը են ատալու, մյուս օրը են ատալու, պրոստը նայում ենք, թե մեր հողերը ոնց է վաճառվեմ, ոնց է բաժանեմ, Հայաստանը առանձտես ես մի հատ փոքրիկ տեղ է, այսքան բաժանելուց հետո ինչ է մնալու, ժողովուրդ, մի հատ կարակ ինձ ասեք, ինչ է մնալու, ու այսօր ես վաբշե կատաղած եմ այն հայերի վրա, ովքեր որ հրաժարվել են Արցախից, ովքեր որ հրաժարվում են այս մեր հողերից, հենց հեշտ ու հանգիստ, պատրաստ են մեր հողերը վերցնեն ու տան, հեշտ ու հանգիստ պատրաստ են ինչ-որ գումարներ վերցնեն իրանց տները ազատեն ու դուրս գան մեր հողերից մոռանալով, որ այդ մենակ իրանցը չէ, այդ մեր հայկականն է, ձեզ ով է վաբշե այդքան իրավունքը թույլ տվե, որ դուք տենց հեշտ ու հանգիստ հրաժարվեք ձեր տներից, տան փողեք ուզեմ, վերեք սա հայովի հավաքենք ձեզ այդ գումարը տանք, վերակ ձեր տներում վերընկած մնացեք, նա առաջ անգամ եմ տենը, որ մարդիկ այսպես հեշտ ու հանգիստ իրանց տները թողան գնան, 7 միլիոն, տենց գումար եմ լսել, չգիտեմ, արա թքեմ այդ 7 միլիոնի վրա, ձեր պատիվը բա ուր մնաց, ձեր թասիբը ուր մնաց վերջի վերջո, դուք բա թուրքից էլ ինչով եք տարբերվում, որ այսօր տենց հեշտ ու, չնայած թուրքի հետ արդեն ես ձեզ չեմ կարող համեմատեմ, որովհետև թուրքը այսօր էլ է թուրքին ասա, այս ինչա հայկական է, հետդ կկռվիկ ասի, չէ մեջն է, դուք հայերդ ոչ մի բան չունեք, թուրքը կյանքը միրա ոչ մի բանից չի հրաժարվի, բայց այսօր մեր հայերը կանգնած ամեն ինչից հրաժարվում են, Նիկոլ ասեց Արցախը մերը չի եղել, սա, էլ մենք Արցախ չունենք, սա հրաժարվել են, այս անեն Արցախի նկարով վիդեո այսօր գցել, մենակ տեդակ ինչ փնթի կոմենտներ ա տակը գրվում, պրոստը մարդ սարսափում այդ կոմենտները, որ կարդում ա, հայեր ջան, մենք երբ հասանք այս օրին, ինչ ա մեր հետ կատարվում, Ինչի դուք տենց հեշտ կարողացաք ուրանաք ամեն ինչ, բայց մեր տղերքը որ գնացին, եռաբլոր կյանքները մետ մի անգամ գոնե գնացած, եք այ ոչխարներ, որ ասում եք մերը չէ Արցախը։ Որի, Արցախի ժողովուրդը սուս ու փուս, վեշեները կասակյուս են հավաքած դուրս եկան, նայեք, մնացինք առանց Արցախ, հիմա էլ բերեք դետեից դուրս կան, մնանք առանց այդ գյուղերի, չի կարելի, չէ, ինչ որ մարդիկ իրանց սխալների վրա սովորում են, մենք մեր սխալների վրա վարակ չկա, սովորելու հնար չկա, մենք մեր սխալները սիրում ենք կրկնենք, հետո կասենք, վայ, բայլ ոնց պետք է հետ բերենք, վայ, արդեն թուրքերի ձեռն այլ հնար չկա հետ բերելու, 30 տարի Արցախը մեր ձեռն ա եղել, ադրբեջանցիք 30 տարին էլ, մինչև այս վերջերս, որ Ստեփանակերտը իրանց ձեռը գնաց, պնդա ճակատ, թե իրանց գուգլով, թե իրանց բերանով սաղ ասում են, էտը նի Արցախ, էտը Կարաբախ, Ստեփանակերտին ասում են Խանկենդի, հետները կռիվ ենք տալի, ասում ենք, գնացել են զնակնել էին նկարել, ասում են, նայեք, Ստեփանակերտը եմ, Ստեփանակերտը, հետներս կռիվ էին տալի, չէ, դա Խանկենդի աուսո Ստեփանակերտ չի, Արցախը ընդամենը մի քանի տարի մեր ձեռը չի, մեր հայերը միա բերան, արդեն ասում են, Արցախը մերը չի, այդ Ղարաբաղա, Այն Խանկենդիա, այն էսա, այն արա, ես չեմ հասկանում, ինչ ա մեր հայերի հետ կատարվում, ես, իմ հայություն, ես ձեզ չեմ ճանաչեմ, դուք այդ ձևի չեք եղել, դուք թասիբով ու նամուսով եք եղել, այսօր ինչ ա ձեզ հետ կատարվել, փողը, ասենք, ձեր աչքերը սենց փակում ա, թե ինչ անեմ, թե ես որ մեր այսօր ղեկավարությունը ինչքան լկտիություն կա մեր երկիրն ա լցրել, էդ ա ձեզ ձեր տալիս, որ լկտի ավարի մեկը կամերայի դեմը կարա տկլորվի, մի հատ տղա կամերայի դեմը կարա աղջիկ դառնա, դոշեր դնի եսի մնչերանի, մի հատ աղջիկ կարա տղա դառնա, նույն քաքերն ուտի, ու այսօր այդ ամեն ինչը սենց պրիվեստվույցը Հայաստանեմ, այլ ասկեր են բերել լցրի, դաժը էդ էլ մի հատ չեք հասկանում, թե ինչ ա կատարվում, այդքան հնդիկ ու ռուս ու ես իմ մելենորը երեք լսեցի, որ գոյայի երեխեքին են, գոյայա, թե երեխեքին են բերեմ հիմա այլ Հայաստան լցվեն, ինչ ա կատարվում, չեք հասկանում, կամած մեզ հայերիս պրոստը այդ ձևով ոչնչացնում են, դուք պատկերացնում եք մի քանի տարի հետո Հայաստանը սա Հնդկաստան ա դառնալու,
Մի հատ մտածեք էլ այդ մասին։ Հնդիկել հեչ բլոջիկին էլ չի թե Հայաստանը Թուրքի ձեռին կլինի, թե Հայի ձեռին կլինի։ Գալասավանյա եղնա գնալու անորից նույն այդ Փաշինյանին ընտրի, ասի ինձ համար ինչ տարբերություն թե ով կլինի։ Սա քաղաքացիություն են վերցնեմ, Հայաստանի համար էլ մի գրամ իրանց սիրտը, ոչ ցավը, ոչ էլ դողը։ Ադրբեջանն էլ գա ղեկավարի Հայաստանն է իրանց հետ ոտերին չի։ Ընքաննա իրանք Հայաստանում իրանց համար աշխատեն իրանց, այն որ ասում են Հնդկաստանում $100 մեծ փող է, դրանով ուրախանան։ Մենք դաժե այդքան բանը չենք հասկանում, որ մեր ազգը այդ ձևով, այսինքն մարմանդ պրոստը ոչնչացնում են։ Մենք միան կասենք եղե, որ այտենց արյունի խառնակցություն չի եղել։ Ուրիշ ազգերի հետ շատ չի եղել, էլի մեկ sense Ռուսաստանն եկի ասենք մեր տղերքը բան ռուս աղջիկների հետ եղել է, բայց sense գլոբալն չի եղել, ինչ որ այսօր է կատարում, մեկ էլ տենում ենք հարսանիք նեգրերի հետ, հայ աղջիկը նեգրի հետ ամուսնանում, մեկ էլ տենում ենք աղջիկը հնդիկի հետ ամուսնանամ, նույնն էլ հայ տղերքը, հա, մենակ աղջիկները, չէ, ու մի հատ մի քիչ խորը մտածեք, թե բուկվալ ասենք մի 10-20 տարի հետո մեր ազգից մենակ անունն է մնալու, ոնց որ հիմա Վիլիկայ Արմենիան է մնացել, որ ծովից ծով Հայաստան ա եղել, այն վաղտե պրոստը մի հատ անուն ա մնացել, որ հայ ազգ ա եղել, էլի։ Այս որ դուք շուշուտ գրեմ եկեք Հայաստան, ընդամենը մի քանի ամիս ա որ Հայաստանից դուրս եկել, ինչ պատճառներով, հենց չի որ վեճնի Ռուսաստան ա մնալու, ու ոչ բոլոր հայեր են, որ իրանց հոժար կամքով ասենց օտար երկրներում ապրում են։ Մարդիկ ինչ պատճառներով ընկել են ու պես ճահիճ պես թաղվում, ես ու չես կարող դու զգաս, որովհետև մեկը հիվանդ մամա ունի Հայաստանում, մեկը հիվանդ պապա ունի, մեկը հիվանդ բարեկամ ունի, ու ամեն մեկի վզին մի հատ սենց հոգ հադրած, որ իր տունու տեղը Հայաստանում պահի։ Հենց գիտեք, այտենց լավ կյանքից է, էլի որ մարդիկ թողել են իրանց հայրենիքը, կարող է գիտեք չէին կուսենած այդպես տաղորը փողոցներում վրվռայինք, չաշկալոշկա կոֆե խմելով ման գայինք։ Այն էլ ոնց կուզեինք, բայց այդ հնարավորությունը ցավոք սրտի չունենք։ Ու տարապում ենք դրանով։ Մենք Հայաստանում ունենք շատ բլոգերներ, հենց իմенно Հայաստանի ներսում, ու հայտնի են իրանք, չգիտեմ ինչերով են հայտնի, բայց հայտնի են։ Բոլորը ծախված են արդեն Նիկոլի Հայտնի են գներային։ այդ մարդիկ, բայց ոչ մեկ բացարձակապես Հայաստանի ներսից չի բարձրաձայնում այս մեր խնդիրները։ Լրիվ բլոգերները, ովքեր բարձրաձայնում են Հայաստանից դուրս են։ Հայաստանի մեջի բլոգերները, ովքեր 100,000, 200,000 պատպիսիկ ունեն, իրանց լավ են զգամ, ռեկլամներ են անում, որներն են բացում, ես իմ դոշներն են բացում, ինչ քաքե են ուտում, ոչ մեկ հայերի խնդիրները իրանց չի հետաքրքրում։ Իրանց ինչքան կեղտ կա, այդ ամենակ հետաքրքրում։ Վախում են բելա իրանք Նիկոլի կողմից արդեն իսկ գնված են, որտեղ փողերի լվացման աղբյուր են դառել բոլորը։ Վախի մեջ չկա այդ ավելի Նիկոլա առնի։ Մարդ պետք է վիպր ունենա։ Դու հայերենի պես շատ սիրում թե փողը։ Դու վաճառող չես, իրենք վաճառողները շատ լավ գիտեն։ Ինքը որ այսօր այդ Բեր Հայաստանի բլոգերները որ վաճառվեցին հենա մի քանիսը նոր են երեխա ունեցել, բան, իրանց երեխու ապագայի մասին չեն մտածել որ վաճառվում են։ Ոչ, իրենց երեխաները շարունակում է իրենց պապայի եւ մամայի գաղափարները։ Էլա ջան, դու այդ ամեն ինչի միջով անցել ես, դու գիտես ճիշտ խոսքը ինչի կարա բերի, ցավոք սրտի եմ ես էսի ասում։ Ես լավ գիտեմ, ես իմ կաշի վրա դա զգացա։ Այո,